Ողջույն Հայեր ջան, երեք հայկական օկուպացված Նախիջևանում օդանավականի պայթյուն է տեղի ունեցել եւ հայկական բոլոր պորտալներում, այսպես ասած, ուրախություն էր։ Բնականաբար, ցանկացած յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր հայ ուրախանալու է թշնամու սատկելով, բայց մեր ուրախությունը կրկնակի կլիներ, հազարապատիկ կլիներ, եթե դա աներ հայ զինվորը, հայոց բանակը եւ դա արվեր հայոց պետականության կողմից, որ պետք է արվեր եւ պետք է արվի։ Սակայն մի բան եմ ուզում իլերում սրան ասել, երբ որ մեղադրում են Իրանին, թե դա Իրանն է արել։ Իրանը տեսեք, քանի երկիր է արաբական, այն էլ այնպիսի հզոր երկիր, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, ռմբակոծում է այնտեղ, բնականաբար ոչ թե խաղաղ բնակչությանն, այլ ամերիկյան ռազմաբազաներին։ Ինչպես է լինում, որ Իրանը այս դեպքում հանգիստ հայտարարում է, որ ինքն է արել, որ ինքն է ռմբակոծել Բահրեյնում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Էմիրատներում եւ այլուր, Իրաքում, Սիրիայում, բայց հանկարծ ինչ-որ մի փսլնքոտ Ադրբեջանի ինքը հրաժարվում է։ Ինչ է կարծում եք, վախենում է։ Իհարկե ոչ, որովհետեւ դա Իրանի պատասխանատվությունը չէ։ Եթե Իրանը արած լիներ, Իրանը շատ հանգիստ կասեր։ Սա արել են իսրայելական Մոսադը, որովհետև ջհուդներն օգնեցին ազերիներին եւ դա սիոնիստական ծրագիր էր CIA-ի կազմակերպված, որպեսզի Արցախն ամբողջովին անցնեն նրանց եւ ոչ միայն, նաեւ Հայաստանում ունենան այնպիսի թուլակազմ իշխանություն, որը հիմա մենք ունենք։ Եվ սրան հաննվեր սրան պետք է ուրեմն ազիկը տարածք տրամադրել, որպեսզի խփեին Իրանին, սակայն նրանք հրաժարվեցին։ Բնականաբար օկուպացված Արցախում ունենալով ուրեմն 3 օդանավակայան, ջհուդը այնտեղից նաև խփելու էր, բայց չխփեց Իրանին, որովհետև թույլ չտվեցին։ Ու հիմա նա պետք է, այսպես ասած, մուր հանի ազիկից եւ սրա կազմակերպողը հենց նույն ինքն է, ջհուդները։ Եվ սպասեք կտեսնեք, թե ինչպես հենց Ադրբեջանի ներսում օկուպացված Արևելյան Հայաստանում հենց նույն ջհուդները, ովքեր որ օգնել եւ օգնում են եւ ծափ են տալիս ազիկին մինչև Վաշինգտոն եւ Եվրամիություն, տեսեք ինչպես են գցելու քացու տակ, որովհետեւ ազիկը չի կատարում իր խոստումը եւ նրանք չեն սկսել կամ արդեն պետք է սկսեին հարվածեին Իրանին եւ հենց այդ նույն ջհուդը ներսից պայթեցնելու է ազիկին։